Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն իրականացրել են երասխ-սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։ Նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկացմամբ կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման հարցերի շուրջ։ Հայ գերիների ու սիրիացի վարձկանների վերադարձը միմյանց հետ կապ չունեն, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետն է հայտարարել։ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են և աշխատում են Սիրիայի հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս որոշումն ավելի բարենպաստ միջավայր կստեղծի հայ համայնքի համար։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև պարգևավճարների մասին հարցին։ Արդյոք պետության համար հույժ կարևոր աշխատանք են կատարել նախարարները, փոխնախարարները, վարչության ու բաժնի պետերը, որ նրանց պետական բյուջեից են հատկացվել պարգևավճարներ։ Այս ամենի արդյունքում պետական կառավարման համակարգի աշխատանքը պիտի դառնա եւ դառնում է ավելի արդյունավետ եւ պետական կառավարման համակարգի արդյունավետության առաջնային շահառուները թոշակառուներն են, սոցիալական խոցելի խավերը, որոնք, ինչպես տեսնում եք, շատ երկար ժամանակ ցածր եւ ծրարով աշխատավարձ ստանալու պայմաններում այնպես չի, որ շատ բան փոխվել է։ Այս օրինակ մեր ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր ժամանակին եղել են իշխանություն եւ դա արձանագրված է բազմաթիվ քրեական գործերով, այդ թվում երկրի ղեկավարի ընտանիքի անդամից ծրարով աշխատավարձ են ստանալիս եղել։ Եվ դա կոռուպցիոն երևույթ է։ Մյուս կողմից մնացած բոլոր հիմնավորումները ես կարծում եմ, որ այո, այդ որոշումը անհրաժեշտ էր կայացնել, այդ թվում պետությունը եւ պետական ինստիտուտները ուժեղացնելու մեր ռազմավարության շրջանակներում, ինչ վերաբերվում է ինձ, նախկինում ես այդ համակարգից երբեք չեմ օգտվել, բայց սա այն դեպքն է, երբ որ մենք ինստիտուցիոնալ համակարգ ենք ներդնում եւ սա, եթե նախկինում եղել է այդ ամենը վարչապետի որոշմամբ, հիմա մենք ներդրում ենք մի համակարգ, որը առաջին պիլոտային շրջանը անցնելուց հետո պետք է այդ թվում օրենսդրական ամրագրում ստանա եւ այս դեպքում մենք խոսում ենք պետական ինստիտուտի կայացման մասին, հետեւաբար պետական ինստիտուտը եւ պետական ինստիտուտը պետք է իր տրամաբանությամբ գործի եւ բրգաձև է տրամաբանությունը պետքա գործի։ Հաջորդ գործոնն այն է, որ այս համակարգը թույլ է տալու, որպեսզի պետական համակարգում աշխատողների նկատմամբ ցուցաբերվի անհատական վերաբերմունք եւ այդ թվում գերատեսչությունների ղեկավարները աշխատանքը եւ ժամանակը առավել արդյունավետ կառավարելու հնարավորություն ունենան, առավել արդյունավետ աշխատողներին կարողանան խրախուսել պատշաճ ձևով եւ պակաս արդյունավետ աշխատողներին չխրախուսեն կամ խրախուսեն իրենց աշխատանքի համապատասխան։ Ես ինքս ինձ չեմ պարգևատրել պետական որոշման շրջանակներում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել։ Այդ համակարգով 1.5 միլիոն դրամի վարձատրություն եմ ստացել։ Առողջապահության ապահովագրության մասին է հարցրել վարչապետն առողջապահության նախարարին, նաև հետաքրքրվել արդյոք սոցիալական ցանցերը մոնիտորինգի ենթարկում են եւ ուսումնասիրում ռացիոնալ եւ հիմնավորված քննադատությունները։ Նախորդին օրինակ Նիկոլ Փաշինյանին լարել է փոխվարչապետի նամակը կապված անձամբ իր տեսած տեղատան վիճակի հետ։ Մինչև անձամբ իրենցից որևէ մեկը չի առնչվում, այդ ինֆորմացիան ինստիտուցիոնալ չի հասնում։ Փաշինյանն առաջարկում է կամավորների խմբեր ձևավորել, որոնք հանձնարարությամբ տարբեր ուղղություններով կգնան եւ ինֆորմացիա կհավաքեն բուժկենտրոններում, դեղատներում, առողջապահական առաջնային օղակում մոնիտորինգ կանեն։ Փոխվարչապետը նկարագրել էր, թե ապահովագրության խողովակող դեղ ձեռք բերելու համար դեղատուն մտած մարդը ինչքան ժամանակ է կորցնում, չգիտեմ, էլ փաստաթղթեր, էլ տեղեկանքներ, էլ չգիտեմ ինչ, մի հատ պրինտ արեք, մի հատ քսերոքսը, ինչքան ժամանակ, ես չէի լսել դա։ Այսինքն նշանակում է մենք ինչքան էլ ունենք ալիքներ, ունենք հաղորդակցության ուղիներ, բաներ կան, որ չի հասնում մեզ։
ուրեմն պետք է ավելի բան գնալ։ Կոնկրետ կամավորների չեմ ասում հազարավոր մարդկանցից բաղկացած։ Կարա մի 20-30 հոգի լինեն, մի քանիսը Երևանում, մի քանիսը մարզերում, որպեսզի գնան տեղում բան անեն։ Չեմ կարծում, թե դա մեծ ջանք, իրանք էլ ովքեր որ մեր կամավորները ռեեստրում կա, իրանք է հաճույքով կանեն այդ աշխատանքը, իրանք այդ մարդիկ են ուզում օգտակար լինեն, չէ՞ մի բանով։ Շարունակենք Բաքվի գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էլջեքջյանը զինվորական քննչական վարչությունում էր։ Լրագրողների հետ զրույցում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է մանրամասներ հայտնել, նշել, որ Էլջեքյանը լիովին առողջ է, որևէ խնդիր չունի։ Քննչական վարչությունում պետք է ընթացակարգային գործողություններ կատարվեն։ Կոմիտեից հայտնել են, որ Հայաստան վերադարձված անձանց թեմայի նրբությունը հաշվի առնելով ԶԼՄ-ների հարցադրումների վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ չեն կարող։ Մենք նոր եկանք գոսպիտալ, որտեղ որ ստուգվել է եւ պարզվել է, որ ամբողջությամբ առողջ է Վիգենը եւ այժմ նա գտնվում է քննչական կոմիտեյում, քննչական կոմիտեի զինվորական մասնաճյուղում։ Մենք 10 րոպե առաջ է տեղափոխվել այստեղից։ Հիմա կուղևորվենք, որտեղ նա կհանդիպի իր ամուսնուն, այսքանը կարող եմ ասել։ Քննչականում գործողություններ պետք է արվեն, որոնք ընթացակարգային են։ Տեսակցել եք նրան քայլում է ինքը։ Ինքը ամբողջությամբ առողջ է։ Հոսպիտալի տնօրենը ասաց, որ ամբողջությամբ առողջ է, ստուգվել է, որևէ ստացիոնար բուժման կարիք չունի։ Այո, քայլում է եւ ամբողջությամբ առողջ է։ Այո, առողջական որևէ խնդիր չունի, սակայն 10 րոպե ուշացանք չհասցրեց կնոջը հանդիպել։ Հիմա մենք կուղևորվենք, որտեղ կհանդիպեն նրանք։ Այսքանը։ Գերությունից վերադարձած Վագիվ Խաչատրյանի Նորք Մարաշ բժշկական կենտրոնում նախորդին տեսակցել է առողջապահության նախարարը։ Լրագրողների հետ զրույցում Անահիտ Ավանեսյանն ասել է, որ Խաչատրյանը պինդ է, տրամադրությունը լավ է։ Քրոնիկ վիճակի հետ կապված հետագա բուժումը կպլանավորվի եւ կիրականացվի։ Այս պահին ամեն ինչ լավ է, ամենակարևորը, որ մասնագետների հսկողության տակ է։ Ասել է, որ Հայաստանում է, ուրեմն լավ է։ Կարիք կա հավելյալ հետազոտություններ անցկացնելու, քրոնիկ վիճակի հետ կապված բուժման ուրեմն ընթացքը կպլանավորվի եւ կիրականացվի եւ ամեն ինչ լավ է։ Այս պահին ամեն ինչ լավ է։ Վատացել էր ադրբեջանական բանտում, այնտեղ էլ տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Մենք գոնե նախնական, չգիտենք ինչ վիճակում է գտնվում եւ ի վերջո այնտեղ որևէ վիրահատական միջամտություն եղել է թե չէ, որտեղ ինքը հենց այն ճանապարհին էր գերեվարվել, երբ որ ուզում էր գալ այստեղ վիրահատվեր։ Նախ ես դες ասեմ, մենք չենք պատրաստվում ամբողջ բժշկական տեղեկատվությունը, կարծում եմ կարիք չկա հրապարակելու, այս պահին կբավարարվենք այսքանով, պարոն Ադամյանը եւս մի քանի բառ հիմա կավելացնի, ամենակարևորը, որ հիմա մեր մասնագետների հսկողության տակ, նորից կրկնում եմ, նրա վիճակը այս պահին իր քրոնիկ վիճակի հետ կապված նորմալ վիճակում է։ Խոսում է, շփվում է։ Խոսեցինք, շփվեցինք եւ նորից եմ կրկնում տրամադրությունը լավ է, վիճակը լավ է։ Պատմեց հայրենիք վերադարձ։ Ասացի, երջանիկ է, ուրախ է եւ իր խոսքերն էին, որ Հայաստանում եմ, լավ եմ։ Ձերբակալվել է 5 անձ, այդ թվում պետեկամուտների կոմիտեի պաշտոնյաներ, այս մասին հայտում է հակակոռուպցիոն կոմիտեն։ Նրանք մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու համար։ Նախաքննության շահերից ելնելով այս պահին այլ մանրամասներ չեն կարող հայտնել։ Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու 2 աշխատակից նախնական համաձայնությամբ խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից նրանց օգտին ապօրինություններ կատարելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկացմամբ նախաքննությամբ պարզվել է, որ պաշտոնատար անձինք համայնքի վարչական տարածքում գտնվող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման եւ անհրաժեշտ փաստաթղթերի կազմման գործընթացն անխոչնդոտ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպել եւ այլ անօրինական գործողությունների համար 2025 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում տարբեր չափերի կաշառք են ստացել մի շարք բնակիչներից։ Նրանց մեղադրանք է ներկայացվել մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Մեղադրանք է ներկայացվել նաեւ կաշառք տված քաղաքացիներից 3-ին։ Նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ 2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի եւ անկարգությունների հետևանքով, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սփյուռքի գործերի հանձնակատարը։ Զարե Սինանյանը նշել է, որ խոսվում է ավելի մեծ թվերի մասին, բայց հստակ որևէ տեղեկություն չունեն։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ եւ բարձր է գնահատել նրա հետ փոխգործակցությունը։ Մենք այսօր հիանալի զրույց ունեցանք եւ նա հիանալի անձնավորություն է։ Նա այն մարդն է, որի հետ մենք շատ լավ աշխատում ենք, ասել է Թրամփը պատասխանելով հարցին, թե Վենեսուելայից ում հետ է նա պատրաստվում համագործակցել։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ հեռախոսազրույցը տևել է երկար։ Բողոքի ակցիաների մասնակիցներին կախաղան անելու որևէ ծրագիր չկա, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա հերքել է արևմտյան լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե Իրանում ցույցերի ժամանակ սպանվել է ավելի քան 2500 մարդ։ Նրա խոսքով զոհերի թիվը չի գերազանցում մի քանի հարյուրը։ Դիվանագետը եւս մեկ անգամ նշել է, որ ցույցերն իրականացվել են դրսից եկած ահաբեկչական տարրերի կողմից։ Նրանք ողջ այրել են ոստիկանների, գլխատել են նրանց, կրակել են ինչպես ոստիկանների, այնպես էլ սովորական մարդկանց վրա։ Արդյունքում 3 օր շարունակ մենք փաստացիորեն կռվել ենք ահաբեկիչների, այլ ոչ թե ցուցարարների դեմ, ասել է Արաղչին։ Նրա խոսքով այդ ամենի նպատակը եղել է մահերի թիվը ավելացնելը եւ Միացյալ Նահանգներին հակամարտության մեջ ներքաշելը, քանի որ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ սպանությունների դեպքում կմիջամտի։ ԱՄՆ-ի, Դանիայի եւ Գրենլանդիայի ներկայացուցիչների միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումը կառուցողական էր, սակայն միևնույն ժամանակ կողմերի միջև տարաձայնություններ են մնում Գրենլանդիայի խնդրի շուրջ։ Այս մասին հունվարի 14-ին հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լեկե Ռասմուսենը։ Մենք չկարողացանք փոխել Միացյալ Նահանգների դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում, ասել է նա հանդիպման վերաբերյալ արձանագրելով, որ հանդիպումը կառուցողական էր եւ անկեղծ։ Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոցվելտը հայտարարել է, որ կողմերը կարող են ամրապնդել համագործակցությունը, սակայն դա չի նշանակում, որ Գրենլանդիան ցանկանում է դառնալ Միացյալ Նահանգների մաս։ Ռամուսենը նաև ասել է, որ Վաշինգտոնի հայտարարությունները այն մասին, թե իբրև Չինաստանը վերահսկողության տակ է վերցնում Արկտիկան, իրականությանը չեն համապատասխանում։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել ՆԱՏՕ-ին ազդել Դանիայի վրա, կանխելու Ռուսաստանի եւ Չինաստանի ներկայության մեծացումը Գրենլանդիայի տարածաշրջանում եւ առհասարակ Արկտիկայում։ Ֆիլիպինները եւ Ճապոնիան հունվարի 15-ին երկու պաշտպանական համաձայնագիր են կնքել, որոնցից մեկը թույլ է տալիս երկու երկրների զինված ուժերին փոխանակվել մատակարարումներով եւ ծառայություններով։ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին ստորագրել է համաձայնագրերը Մանիլայում։ Նա ֆիլիպինցի գործընկերոջ Թերեզա Լազարոյի հետ հայտարարել է Տոկիոյի կողմից $6 միլիոն օգնության տրամադրման մասին, որը կուղղվի Ճապոնիայի կողմից Մանիլայի ռազմածովային կարողությունները բարձրացնելու համար նվիրաբերված նավակների տեղավորման համար նախատեսված օբյեկտների կառուցման ֆինանսավորմանը։ Լազարոն իր հերթին ընդգծել է, որ Ճապոնիան մնում է իրենց կարևոր ռազմավարական գործընկերը։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտնել է, որ իր հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ կկայանա փետրվարի 3-ին։ Նախագահի խոսքով իր գլխավոր նպատակը մնում է սոցիալական եւ տնտեսական կայունության ապահովումը երկրում։ Նա ընդգծել է, որ իշխանությունները ձգտում են պահպանել հասարակական անդորրը եւ թույլ չտալ, որ Թրամփի ռետորաբանությունը բացասական հետևանքներ ունենա երկրի բնակչության համար։ Դոնալդ Թրամփը ավելի վաղ Կոլումբիայի նախագահին մեղադրել է թմրանյութերի արտադրությանը խրախուսելու մեջ։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող է ուժային միջոցներ ձեռնարկել Կոլումբիայի դեմ, եթե այդ երկրի իշխանությունները չակտիվացնեն պայքարը թմրամաքսանենգության դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին, անկլավում տեխնոկրատ պաղեստինյան վարչակազմի ստեղծմամբ։ Այսօր նախագահ Թրամփի անունից մենք հայտարարում ենք Գազայի հակամարտության վերջ դնելու նախագահի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին, հրադադարից անցնելով ապառազմականացման, տեխնոկրատ կառավարման եւ վերակառուցման, գրել է Ուիթքոֆը X միկրոբլոգում։ Նա նշել է, որ երկրորդ փուլով Գազայում նախատեսվում է ստեղծել անցումային տեխնոկրատական պաղեստինյան վարչակազմ, Գազայի կառավարման ազգային կոմիտե եւ սկսել Գազայի լիակատար ապառազմականացման եւ վերակառուցման գործընթաց չարտոնված անձնակազմի զինաթափումով։ Նաեւ կարեւորել է առաջին փուլի ընթացքում մարդասիրական օգնության տրամադրումը, հրադադարի պահպանումը, բոլոր ողջ մնացած պատանդների, ինչպես նաեւ մահացածների աճյունների վերադարձը։ Ծրագրի իրականացման առաջին փուլի ընթացքում երկու կողմերն էլ բազմիցս մեղադրել են միմյանց խախտումների մեջ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։
Եվ հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Արագածոտնի մարզում Ամբերտ կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ճանապարհները փակ են։ Տիգրանաշենի ոլորաններն ու Ջերմուկի Խաչմերուկից Կապան ավտոճանապարհը փակ են կցորդով բեռնատարների համար։ Վարդենյաց Լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար եւ դժվար անցանելի մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները Սպիտակ Գյումրի եւ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհները դժվար անցանելի են կցորդով բեռնատարների համար։ Չայնի ոլորաններ կոչվող հատվածում Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Նայիրիի, Սիսյանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի շրջաններում ավտոճանապարհներին տեղ առկա է մերկասառույց։ Վաղը եղանակը կլինի առանց ստեղումների, օդի ջերմաստիճանն էլ աստիճանաբար կնվազի 6-ից 9 միշ։ Այսքանը դուք դիտում եք ապդեյթ լրատվականը, հիշեցնեմ վայրկյանները անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։